Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է, ձեզ հետ Մերի Մուսինյանը, բարի օր։ Հենց նեղն եմ ընկնում, Մուսան դուրս թակում է, Մուսան հայ չի առավել ևս թուրք, նույնիսկ չգիտեմ սպիտակամորթ է թե սևամորթ, մարդ է թե աստված, դուրը կողպեմ մաքուր օդի տեսքով պատոհանից կսողոսկի, փակ գտավ բանալու անցքից, ենքան գրող գիտեմ, որ Մուսայի հետ քնում նրա հետ էլ զարթնում է, նույնիսկ էքին մերցենալիս նրա հետ է, իմ Մուսան հոգսից հոգս է ինձ հիշում, դուրս է գալիս, որ հոգսից փախչելու ամենալավ ապաստանը իմ պարագայում պատմվածքն է, հենց այս պահին կնոջս պարզավանքների ճամփան փակելու եմ Մուսայի նվիրած ձայնամեկուսիչներով, որքան ուզում է թող գոռա դու ամուսին չես, դու հայր չես, դու աթոռ ես, խոտ ես, այն ինչ կինս է ասելու, բառ առ բառ գիտեմ, որովհետև ունկերս շրջանցելով միանգամից լցվում է պատմվածքի մեջ, որը խոստացել եմ Գրանի Շամսագրին, 60-ամյա գրողի համար ամոթ է, որ անտիպ պատմվածք չունի, ասել է թե հոգս չունի։ Սովորաբար ինքս ինձ խաբում եմ կնոջս բարկության սայրը թեքում պետության կողմը ուսերս անմեղ թոթվում ու թաքնվում պատմվածքի մեջ, եղկելի պատմվածք է, տղամարդուն ոչ վայել, ձույլ գյուղացու պես մեղքը կարկուտին եմ վերագրում, բայց ամեն անգամ կարկուտը մեղքերս չի խավի, համալսարանի ռեկտորի հերն անիծած ինձ համար կենսագրություն էի քերում, այս կողմ են կողմ ընկած ազնվություն խաղում, ու մի բաժակ գարեջուրս անատամ բերանով ծվքում, ունեցած չունեցածս մի քնքուշ աղջիկ է, որին ուսման վարձը մեկ օրվա ընթացքում չմուծելու դեպքում հեռացնելու են համալսարանից։ Մի չնչին բանի ձեռքի կեղտի պատճառով աղջիկս կամ ատելու կամ խղճալու է ինձ եւ իմ կոչումը։ Աղջիկաս ատելությամբ կամ խղճահարությամբ ցողված պատմվածքը չեմ կարծում, թե Գրանիշի քիմքին նստի։ Եթե աղջիկս տղա լիներ, իր նվաստացումից ըմբոստություն կկերտեր վերջի վերջո, Չարենցն ինչ մեղք ունի, որ իր ձեռքի կեղտն այսօր ավելին արժե, քան ինքը։ Կինս իմ գոյության դժոխքում թրծվել ու պողպատ է դարձել։ Ասես հոգս է փնտրում, որ մարտնչելով միջից դուրս գա։ Ահա, մի քանի անգամ գնաց եկավ, ձեռքերը կոնքերին կանթեց, պլպլան հատակի հայելու մեջ փնտրեց գտավ թիրախն ու ասաց. «Ինչ է Հայաստանը»։ Մուսայի թողտվությամբ եւ համաձայնությամբ լսեցի ու պատասխանեցի. «Հայրենիք»։ Իզուրան լրջացա, կինս հիմա գերանդին կառնի ու կհնձի, ինչ դեմն ընկավ նորին սուր փոցությունից սկսած մինչև Թալինի ղրերը։ Հայրենիք, իր զարմանքն ու զայրույթը նույն պատյանից դուրս քաշեց կինս, ընկել էի պիտի քաշեի։ Այո, ասացի, չես լսել Տիգրան Մեծ, Սարդարապատ, ծովից ծով ու ողբերգությունից ողբերգություն եւ գերեզմաններ, մեկը մեկից արժեքավոր ու պատմամշակութային։ Պարոն գրիչ, ասաց կինս, փոթորիկ ես ուզում, կստանաս։ Ճարս ինչ ասացի, կյանքս փոթորիկների ու ջրհեղեղների մեջ է անցել։ Հայաստանը, իմ ու քո հայրենիքը, 29800 քառակուսի կիլոմետր է, մի քիչ ավել կամ պակաս, այդպես չէ, մի 4000 էլ Արցախ է, այդ ամենը եթե 10 դրամով վաճառեմ, աղջկաս ուսման վարձը կտամ։ Արդեն վաճառված է, բերնիցս թրցրի ու կրակն ընկա, ասածս նույնիսկ Մուսայի դուրը չեկավ։ Բարի, ասաց կինս, այդ դեպքում պատմության հախից կգամ, Տիգրան Մեծից մինչև վերջին թագավորը կվաճառեմ եւ աղջկաս ուսման վարձը կտամ։ Այդ չնչին գումարով մեկ ամսվա պարտքն էլ չես փակի։ 13 մայրաքաղաք ունենք, 13-ն էլ ռեկտորի ռեխը կլցնեմ, ասաց։ Պատմությունը էժանապրանք է, իսկ այդ քաղաքների մեծ մասն էլ այլ երկրների քաղաքներ են, ասացի։ Պատերազմ կսկսվի, մութ ու ցուրտ օրեր կլինեն, հաղթողը կհաղթի, պարտվողը կպարտվի, զոհվողները նորից կզոհվեն եւ արդյունքում ուսման վարձը կավելանա։ Ամուսնուս պատմվածքները միջազգային աճուրդի կհանեմ, որպես ոսկորներ շների ողմակի մեջ կնետեմ, թող պետություններն իրար գզեն։ Կնոջս վերջին խոսքերի վրա թագավորի որդին մատը կծեց։ Չի կարելի թիրախը փոխել, երբ արդեն ձգանը քաշել ես։ Պատմվածքներս ավելի դյուրազգաց դուրս եկան, քան ես։ Երեխայի պես պրոշ արեցին 40 տարվա ընկերուհուս եւ գնացին իրենց իմացած ճանապարհով։ Որքան ջանք պետք է թափեմ այդ խռովկան երեխաների սիրտը շահելու համար։ Արձակագիր դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի տողերն էին Ես, Մուսան եւ Անդունդը պատմվածքից։ Օրեր առաջ նրա ինքնասպանության բոթը ցնցեց իր հարազատներին, ընկերներին, նրա ընթերցողներին, ստեղծագործական աշխարհին ծանոթ ու անծանոթ մարդկանց։ Նա իր կյանքի 63-րդ տարում էր։ Նրա մասին ընկերներն ու ծանոթները ասում են հնարավոր լավագույնը։ Լսում ես այդ հպարտ մարդու մասին պատմություններն ու արդեն որերորդ անգամ տեղը չես գտնում։ Ինչու են լավագույններն հեռանում։
Այս օրերին նորից ու նորից վերընթերցեցի նրա ստեղծագործությունները, որտեղ մարդիկ անդունդի եզրով անցնող լարախաղացներ են, բայց պայծառ մտքով, բաց աչքերով, լայն ժպիտով ու աշխարհի դառնությունների հանդեպ վրեժ իսրայելյանական ինքնատիպ հումորով։ Վրեժ Իսրայելյանը 1971 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուրնալիստիկայի բաժինը։ 1971-ից 78 թվականներին աշխատել է հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում։ 1979-ից 81 թվականներին գրական աշխատող էր Հայրենիքի ձայն շաբաթաթերթում, 82-ից Սովետական Հայաստան ամսագրի Սփյուռքի բաժնի վարիչն էր, իսկ 93-ից 99 թվականներին Պաշտպանության նախարարության հայ զինվոր պաշտոնաթերթի խմբագիրը, 1999 թվականից Պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության պետ էր։ Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են Գարուն ամսագրում։ Այս հակիրճ տեղեկությունների մեջ իրականում մեծ անհատի կյանք էր, շատերի աչքից աննկատ, հեռու անբագորգոր բառերից ու պիտակներից, բայց այդ կյանքի խորքերը տեսանելի են Վրեժ Իսրայելյանի գրականության տողատակերում։ Այսօր Բերնատան հյուրը նրա մտերիմներից մեկն է, մարդ, ով նրան ճանաչում էր ավելի քան 30 տարի, լրագրող, թարգմանիչ Հովհաննես Այվազյանին եմ հյուրընկալել Բերնատան հյուրասրահում։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Շնորհակալություն, որ ժամանակ ունեցաք հանդիպելու։ Ցավը շատ մեծ է եւ հավանաբար դժվար է ցավի մեջ կորուստից հետո խոսքեր գտնել, բայց պիտի շատ խնդրեմ, որ մեր ունկնդիրներին ձեր օգնությամբ մենք կարողանանք եւս մեկ անգամ մեր գրականության մեջ այդ հետաքրքիր ձեռագիրն ունեցող մարդուն ներկայացնել։ Իր գրականությունը ձեզ համար ինչ է նշանակում եւ ինչպես պիտի բնորոշեիք նրա ստեղծագործական ոճը, ձեռագիրը, գրականությունը առհասարակ։ Ինքը իր ապրած կյանքը եւ իր գրականությունը նույն բանն էին, անկեղծ էին եւ ինքը եւ իր գրականությունը։ Դա արվեստի ամենաբարձր, ամենահատկանիշներից մեկն է, իմ կարծիքով, եթե չասենք ամենը, որովհետեւ եթե գրականության դերը հայտնագործելն է, անկեղծության մեջ կարող է միայն հայտնագործություն լինել։ Ինքը նույնն էր կյանքում, անկեղծ մարդ էր, ինքը շիտակ մարդ էր, հպարտ մարդ էր։ Երբևէ անհնար է որևէ մեկը որ պատկերացնի, որ նա հպարտության իր բանից իջած լինի, բարձունքից, ինչպես խեղճացած լինի, դա բացառվում էր եւ հենց որ կյանքում այդպիսի բաներ նշмарվում, հերվից հեռու զգացում էր, որ հանկարծ ինչ որ բան, ինքը պորտկում էր, ինքը պայթում էր, ինքը հաղթում էր, ինքը հաղթահարում էր, ասում էր, հնարավոր չէ նրան պատկերացնել։ Խեղճացած, այո, իջած ներքև այդ գագաթից ենթադրում եմ նաև, որ այս էր իր սեփական մահավճիռը, իր վճիռը, սրա արդյունք ասեմ, հետևանք ասեմ, չեմ կարող ասել, որն էր, դա էր երևի։ Այս օրերին այս ողբերգական դեպքից հետո շատերը քննարկում են, Վրեժը ճիշտ արեց, Վրեժը սխալ արեց, մեկը ասում է ճիշտ, մեկն ասում է սխալ էր, ճիշտ ու սխալի խնդիր չկա, կարծում եմ։ Դա ինքն էր, իր որոշումն էր, ինքնավարի էր, իրավարի էր, եթե կարելի է բառերը այդպես, որովհետև ինքը, ինչպես ասացի, հպարտ, ինքը չէր կարող հանդուրժել նվաստ վիճակ կյանքում որևէ իրադրությունում, եւ ոչ միայն իր համար, մարդու համար առհասարակ, հայրենիքի համար առհասարակ, եւ ինքը, ինչպես իր վերջին գրությունում է գրել, չէր կարող իրեն տեսնել խեղճացած։ Սա եղել, այս տեսակներ ինքը։ Ասում եք, ոչ միայն իրեն չէր կարող տեսնել, այլև մարդուն առհասարակ, երկիրը, հայրենիքը։ Ես ենթադրում եմ, որ ժամանակ առ ժամանակ երբ հանդիպել եք, վստահաբար խոսել եք մեր օրերի մասին, մեր երկրի վիճակի մասին եւ այլն։ Ինչ մտահոգություններ ուներ, ինչներ իրեն հուզում վերջին շրջանում։ Սաներ էր տանում։ Հպարտորեն էր տանում մեր հաղթանակած վիճակը, մեծ հաշվով, մեր անկախությունը, մեր արցախյան հաղթանակը, մեր ինքնության հաստատումը ավելի լայն, քան երբևէ ամենայն դեպս այս վերջին հարյուրամյակին։ Միաժամանակ տխրում էր շատ տխրում էր, որտեղ տեսնում էր մարդը իր երկրում այսօր նվաստացած է։ Ինքը այդ բոլորը գիտեր, հետևում էր, ահա որ համարյա կեսը չի ուզում ապրել իր երկրում այսօր։ Ինքը դժվար էր տանում։ Ժողովուրդ, որի կեսը չի ուզում ապրել այսօր իր երկրում, որը արտագաղթում է, ինքը սասունցու զավակ էր, սասունցու հետնոր ժառանգորդ էր, առավել ցավով էր դա ընկալում։ Իր թալինցու տեսակի մասին շատ են խոսում, ասում են, որ նա իսկապես երկրի մարդ էր։ Ինչ որ ասված է սասունցու տեսակի մասին,
անպայման ինքը իր մեջ ուներ իր գրում էր Սասունցի ծուր, Սասունցի խև, Սասունցի հայրենասեր, Սասունցի արդարամիտ, ինչ որտեղ նայե մի քիչ ճակատային կոպիտ, մի քիչ միամիտ գուցե, միամիտ, ուներ այդ բոլոր իր մեջ, բայց միաժամանակ ինքը ուղակի իր բառնիմ ուզում ասել զզվում էր կեղծ սասունցիականություն խաղալուց, իսկ դրա դրսևորումները այս շրջապատում բավական շատ են, կեղծ հայրենասիրությունից ինքը խորքային էր, ինքը ամոթխած մարդ էր նաև, ասի չգիտեմ մին անգամ, ամոթխած, համեստ, ուղղակի ամաչկոտ մարդ էր ինքը, երբեմն այն որ ասում է լոթիությունը, այդ բոլորը ուներ, բայց ներքուստ, ամաչկոտ, համեստ, ոչ հավակնոտ հավանաբար, չգիտի, ասեմ, հավակնություններ ուներ լավ գրելու օրինակի համար, ինքը գիտեր, որ ինքը կարողանում է գրել, ինքը գիտեր, որ իր պատմվածքը իսկ ինքը 90%-ով իր ստեղծագործությունը պատմվածք է, ինքը չէր ուզում ըստ երևույթին մեծ կտավի վեպ գրել, պատմվածքի մեջ էր ինքը ուժեղ, պիեսներ գրեց, բեմադրվեց մեկը, չնվաճված աշխարհամասը, այո, դա 80 թվերին, հեռուստաթատրոնը բեմադրեց եւ բավականին լավ ներկայացում ստացվեց, այո, բավական կրկնում էին անընդհատ, գրեց նաեւ վերնիսաժ վերնագրով մի պիես, ինքը ինձ պատմում էր որ մի քանի թատրոններում մի քանի ռեժիսորներ ուզում են բեմադրել, բայց գիտեք էլի ֆինանսական եւ այլն առ այսօր պիեսը բեմադրված չէ, այս նոր վերջին։ Ինքը էր, երբ որ ասում է հպարտ մարդ չէ ինքը, հպարտը միշտ խոնար է լինում, գիտեք թվում է հակառակ բևեռներ են, հպարտ եւ խոնար, չէ, իրականում ճշգրիտ դրանք իրար հետ են, խոնար մարդը միշտ հպարտ է լինում, հպարտ մարդը միշտ խոնար է լինում, ինքն էր, եւ իր հերոսներն էին, եւ իր հերոսները, որ ուզում եք ասեմ, այ մի քիչ խոսենք գրականության մասին, ինչի մասին էր գրում, թեմաներն էին, կյանքը լայն առումով գրում էր ճշգրիտ, գրում էր անկեղծ, ուրեմն երբեմն մենք, երբեմն ընթերցողը եւ երբեմն գրողները իրենք մեծ մոլորության մեջ են լինում բոլորովս, կարծելով թե գրականությունը պիտի գեղեցիկ լինի, իրականում գրականությունը պիտի լինի ճշգրիտ, բարձրագույն նվաճումը գրողի ճշգրտությունն է, մեկին մեկ պիտի պատմվածքը համադրի կյանքի ցայ, ինքը դա էր, իր պատմվածքներում այդ հատկանիշները առկա են։ Եվ ես զգացել եմ հումորը մի առանձնահատուկ տեղ ունի իր ստեղծագործություններում, կյանքում էլ էր այդպիսին։ Կյանքում էլ էր այդպիսին, իհարկե, իր զինվորներին ինքը գնդապետ էր։ Այո։ Իր զինվորներին շարքային, ժամկետային 2 տարով ծառայող զինվորին դիմում էր ինչպես կուկարձիկով մերի ջան։ Մայեստրո։ Մայեստրո։ Ինգերներին ասում էր վարպետ, ով որ գրչի հետ կապ ուներ, ժուրնալիստ, թարգմանիչ, գրող եւ այլն, վարպետ, մեծարում էր հումորով։ Զինվորական թեման մտավ իր գրականություն, որտեղ իր կյանքի մի զգալի մասը զինվորական ոլորտի հետ էր առնչվում։ Մի 10 քանի տարի չէր գրում։ Երբ որ ծառայում էր բանակում, դա ցույց ուրեմն հայ զինվոր թերթից մինչև 99 թիվը, 93-ից 99 թիվը հայ զինվոր թերթի գլխավոր խմբագիրն էր։ Հետո մեր բանակի Պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության պետ, եւ ասեմ, որ ում հանդիպել եմ երիտասարդներից, ովքեր անցել են իր գիտակով, այսպես բոլորը չափազանց շատ խորը հարգանք ու սեր են։ Որտե բոլորին ասում էր մայեստրո։ Եւ սիրում էր բոլորին ասում էր վարպետ, սիրելոց էր։ Պատժել բառը չգիտեր ինչ բան է։ Պատժել զինվորին, պատժել տղային, պատժել ընկերոջը։ Եթե վերադառնանք իր գրականություն, մարդու նկատմամբ այդ սերը, մարդուն բարձրացնելու ցանկությունը կար գրականության մեջ նաև։ Իմ տպավորությամբ դա կար։ Երբ որ նորից վերընթերցեցի պատմվածքները, ես տեսնում եմ, որ այն ամենաաննշան մի տեսակ չնկատվող մարդու մեջ նա ուրիշ մի առանձնահատուկ, մի շատ կարևոր բան է տեսնում եւ ուզում ասել, որ քո կողքին ապրող մարդը մեծ մարդ է, դու պարզապես նրան չես ճանաչում։ Այո, այդպես են իր հերոսները, կարելի ասել բոլորը, նրանք բարձր են, նրանք մեծ են, նրանց մեջ մարդկայինը շատ է։ Երբեմն նույնիսկ զոհվում են, մեռնում են, հանուն մարդկայինի պայքարում են, բարձրանում են, անընդհատ բարձր են նրա հերոսները։ Որին ուզում եք ասեմ, Սոնա ասեմ, Հեղնո ասեմ, իր հերոսները, իր հերոսուհիները, ծննդյան օրվա մեջ ինքը ասեմ, Տոնապետը ասեմ, վերնագիրնել այդ պատմվածքից եկա վերջին գրքի։ Այն նախորդ խոսքից կիսատ մնացեք, բոլորս ափսոսում ենք, որ վրեժը չի գրում, հետո որ գրելը սկսեց, այնքան ուրախացանք բոլորս վրեժը, քանի
քանի տարի չէր գրում։ Եվ այստեղ մեծ դեր ունի իրատես դե ֆակտո թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, գրեթե մի 80%-ը տոնապետ գրքի տվագրվել են իրատես դե ֆակտո գրքում, որպես մոտ մարդ մինչև տվագրվելը ինքն էր ընթերցում ինձ համար։ Նստում ենք աշխատանքի վայրում կամ իր տանը եւ նայում էր ստացվել, ոնց է ստացվել, Բրեր ջան, հրաշալի պատմվածք։ Թող լսեն երիտասարդ գրողները, ովքեր որևէ մեկին չեն ընթերցում իրենց պատմվածքը եւ իրենց թվում է թե առաջին իսկ փորձից ստացվել է։ Բրեր Իսրայելյանը կարդում էր ձեզ համար պատմվածք եւ հարցնում էր ստացվել է արդյոք թե ոչ։ Քիչ էր գրում Տարին ինչ իմանամ, մի 7-8 10 ոչ ավելի ստացվում ամիսը մի պատմվածք էր գրում, ինչ էր գրում, էլ ինքն էլ չգիտեր ինչքան էր գրում։ Ինքը այդ առումով ասում էր պրոֆեսիոնալ չեմ, որ ամեն օր նստեմ եւ գրեմ։ Երբեմն գալիս է պատմվածքը գրում եմ։ Եվ ուներ ընդամենը մի 5 ինչքան եղավ, այո։ Իրեն մեկ ասում ենք, էլի ինչ ազատ մարդ ես, էլի Վրեր ջան, ազատ ամբիտ մարդ ես։ Հիմա ինքը այդ իր հերոսներից մեկի խոսքերով ասեմ, հեշտ է ասել ազատ մարդ ես։ Մեկին, որ երբեք ստրուկ չի եղել։ Այս իր հերոսներից մեկն է։ Եթե ազատությունը բեր լիներ, կշալակեի։ Աղ ու պղպեղ լիներ, կցանեի ճաշի մեջ։ Եթե պարտ լիներ, կմարեի։ Արգելք լիներ, կհաղթահարեի։ Ազատությունը ընդամենը բառ է, որ պատմվածքի մեջ էլ չի ուտվի։ Այստեղ էլ բան կա, հումոր կա, անշուշտ։ Եվ ինքը իր տոնապետ գրքի առաջավանում խոսք ընթերցողին մի պարբերություն ունի։ Շատ բան է ուզում գրել, բայց բարեբախտաբար այդ ամենն արդեն գրել էր Վիլյամ Սարոյանը։ Ճշգրիտ իր հերոսներն էլ Վիլյամ Սարոյանի հերոսների նման են, ծուռ են, իսկապես բարի են, անսպասելի են, լավն են։ Վեհ են, չէ։ Կասեր Սարոյանը փառահեղ են։ Փառահեղ են, այո, եւ ծուռ են։ Եվ ծուռ են, այո։ Ես էլ իր ասացությունից է երևի գալիս, որ ինքն էլ էր ծուռ մի քիչ։ Ինքն էլ ասացունցի ծուռ է։ Սարոյանը ընթերցում էր հաճախ։ Այո, իր ամենասիրած հեղինակներից մեկն էր, այո, գրողներից մեկն էր Սարոյանը։ Շատ էր սիրում եւ առօրյա կյանքում էլ անդադ Սարոյանից բաներ բերում։ Լավ թե վատ, ինչ գրել եմ, սրտով եմ գրել։ Ազատություն եմ փնտրել, կամ գտել եմ, կամ ոչ։ Չընթերցված այդ պատմվածքների մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեր Իսրայելյան է, ինքն է գրում։ Նա ձեզ ոչինչ չի պարտադրել։ Ազատ մարդը դիմացին ազատությունն էլ է հարգում, չի պարտադրում, չէ՞, արդեն ես եմ ասում ինքը։ Նա ձեզ ոչինչ չի պարտադրել։ Ձեզանից փառք ու դափնի Վրեր Իսրայելյանը չի խնդրել։ Ընդամենը զրուցել է ձեզ հետ եւ ձեզ հետ միասին ազատություն է փնտրել։ Նա, ինչպես եւ դուք, ազատ ապրելու իրավունք ունի։ Երիցս երջանիկ կզգամ ինձ, եթե իմ տոնապետը ձեր ընտանիքի անդամը դառնա կամ սիրված հյուրը։ Խոսքեր կան, որոնք հնչում են շատ երկար ժամանակի համար։ Այս խոսքերը ճիշտ է, գրել է նա մի պահի, երբ մեզ հետ միասին երկրային կյանքն էր վայելում, բայց այս տողերը պիտի հետո իր մահից հետո դեռ շարունակեն ապրել, որովհետև հաստատ տոնապետը դեռ գտնողներ կլինեն եւ դա կդառնա շատերի ընտանիքի անդամ։ Ուզում եմ անակնկալ, որը ինձ համար էր անակնկալ առաջի հերթին, հիմա ես ուզում եմ ընթերցողներին եւ նույնիսկ իր մտերիմների շատերին անակնկալ մատուցել։ Խոսքը ինչի մասին է։ Այսօր ինձ համար այսօր բառացիորեն բարձվեց, որ Վրեժը նաեւ բանաստեղծություն է գրել։ Ահա իր բանաստեղծությունը, որը ինքը այսօր նայերի հրատարակությունում է, նոր գիրք է ներկայացրել, ինքը չտեսավ, չհասրեց, կլինի այդ գիրքը։ Առաջ անգամ է հնչում սա, ինձ համար էլ, Վերնատան համար էլ, բոլորի համար էլ։ Արեքակն այսօր պաղ է թքում հոգնած երազների խղճահարույց դեմքին, իսկ հայելու միջից չեմուչում է անում պառաված եւ աներես միկին։ Աշուն է Վրեր ջան, աշուն, աճպարարն է քո հոգուց թել քաշում, չէ, հա, հի, խապվեցիր, կդարձնի անտեր շուն, չապրված օրերից մշուշում, ժամանակն այսօր կյանք է կշռում, մեկ է ինձ, մեկ է քեզ, դե ասա, խեղճ Վրեր, որն